Բարի լույս ժողովուրդ ջան, այսօր գնում եմ սունկ հավաքելու ու հենց առաջի սունկը գտամ։ Էսա։ Խնդրեմ։ Սա մեր առաջի սունկը։ Ժողովուրդ մի ժամ ման գալուց հետո արդեն հիասթափվել էի, որ սունկ չեմ գտնելու, բայց նայեք։ Էսա մեր սունկը։ Հոպա։ Բայց ես չգիտեմ։ Այս ինչ սունկ է, թունավոր է թե չէ։ Լսիմ։ Ոնց որ հնացած ունի, այս մեկը հələ որ չեմ հասկանում, տանեմ տուն կհասկանամ։ Նայեք ժողովուրդ, ստես հենց ջուր է հավաքված, դրա համար եմ եկել այս կոմի վրա, ուստի մի հատ էլ գտամ։ Յոպե, հոպա։ Չգիտեմ դուք նկատեցիք թե չէ ժողովուրդ, բայց հենց հեսա, ջրի մոտ, կարելի ասել հենց ջրի մեջ։ Նայեք, այս մասը մի քիչ, չէ, հենց ջրի մեջ էր։ Սենց էլի հետաքրքիր ջրի մեջ գտամ։ Մեկ ինչքան փոքր սունկ է։ Էսա մեկը։ Այս վիճակի է հասե։ Հիմա այս ես չեմ հանում, թողում եմ հենց սենց մնա, ինքը կքայքայվի ու էլիս մի հատ այս հենց երակ կծնվի, էլի։ Սենց ամբողջ տարածքը սնկեր կլինի։ Մի րոպե։ Այս հենց բաներ էլ է լինում ժողովուրդ, որ քեզ թվում է թե սունկ է, բայց հանում ես քարա կամ ինչ որ զիբիլ։ Այս դիմացը կանալ է, ատուց մարդիկ ձուկ են բռնում, այստեղ։ Այստեղից ձուկ են բռնում։ Լավ է մեծ ձկներ են դուրս գալիս։ Դեռևս ես ձկնորսական կարդ չունեմ, դրա համար ձկնորսության վիդեոներ դեռ չեմ նկարում։ Այստեղ արդեն կովերը եկան։ Նայեք ժողովուրդ եկան։ Արդեն իրանք արածում են։ Ես գնում եմ այն մի կողմի դաշտը, տենամ ընդեղ կարեմ գտնեմ սունկ։ Մյուս դաշտից չգտա սունկ, այսօր այսքանը ժողովուրդ ջան։